Հարգելի հետևորդներ, զրուցելու ենք Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բաբայան։ Նախ վերջին տվյալները նոր եք դուրս եկել, ներկայացրեք ինչ եղավ։ Հիմա սկսում ենք քննչական գործողություններ, հարցաքննություն եւ այլն։ Քիչ առաջ ձերբակալեցին Վազգեն Սաղաթելյանին իր բնակարանի խոզարկությունից հետո եւ տեղափոխեցին այստեղ։ Հիմա նոր սկսում ենք քննչական գործողությունները։ Ասեմ որ մեղադրանքը նույնն է, ինչ որ նախկինում էր, էլի խուլիգանության հոդվածով, որով արդեն մեկ անգամ արդարացվել են եւ Վազգենը Սաղաթելյան եւ Նարեկը Սամսոնյան, թեև դեռևս ուժի մեջ չի մտել այդ արդարացումը, բայց այնուամենայնիվ նույն հանգամանքներում, նույն արարքով, նորից նույն հոդվածն են, նույն հոդվածով մեղադրանք են առաջադրել։ Միաժամանակ, որ շատ կարևոր վտանգավոր հանգամանք կա այստեղ այն է, որ անտիֆեյք լրատվամիջոցի ամբողջ տեխնիկական միջոցները ամբողջությամբ առգրավում են, այսինքն փաստացի լրատվամիջոցին արգելում, զրկում են իր գործունեությամբ զբաղվելուց եւ իմ գնահատականն է, որ սա ուղղված է հենց լրատվամիջոցը փակելու, սրա նպատակը հենց լրատվամիջոցը փակելն է։ Այսինքն գույքը առգրավում են որպես գործիք խուլիգանություն իրականացնելու։ Պարզ չի ինչի համար են առգրավում, հասկանալի չի, օրինակ տեսախցիկները ինչի համար են առգրավում կամ համակարգիչները, որոնցով որ մոնտաժային աշխատանքները։ Այս պահին ինչ կարող են, ինչ վնաս կարող են տալիս են, որպեսզի լրատվամիջոցը չաշխատի։ Եվ սա ազատ խոսքի դեմ ուղղված ակնհայտ գործողություններ են եւ բնականաբար ապօրինի գործողություններ են։ Պարոն Բաբայան, նաև տեղեկացանք, որ Ալեն Սիմոնյանի խոսնակը հաստատել է, որ իր հաղորդման հիման վրա է ամեն ինչ իրականացվում։ Դուք լինելով Վազգեն Սաղաթելյանի փաստաբանը, այս սցենարը կանխատեսում եք իր գրառումներից, իր խոսքից։ Գրառումներից ու խոսքից չէին կանխատեսում, որովհետև մենք դատարանում համոզվեցինք, որ այն խոսքի մեջ, որ ասվել էր նախկինում էլ նույնությամբ, նույն հանգամանքներով արդարացվել էր, այսինքն մեր պնդումը հաստատվել էր, որ այստեղ խուլիգանության հանցակազմ չկա։ Բայց որ այս գործողությունը տեղի կունենա, դրա մասին տղաները իրենք էլ են եթերում խոսել եւ այո, մենք բոլորս էլ գիտենք, որ հատկապես վերջին Հանրապետության 3-րդ նախագահի հետ հարցազրույցից հետո այդ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչների ճակերտավոր ոգևորությունը խոսում էր հենց այն մասին, որ պիտի այսպիսի մի գործողություն լինի։ Թեև դրանից էլ առաջ արդեն կար տեղեկությունը եւ տղաները դրա մասին խոսում էին։ Սա սպասում էինք, գիտեինք, որովհետեւ մենք արդեն կարողանում ենք կանխատեսել, թե այս իշխանությունը ել-ինչ ապօրինի բեսպրիձելի կդիմի իրավական։ Բաբայան, խնդրում եմ կարճ մեր հետևորդների համար հիշեցնենք, նախկինում ինչ գործով էին նրանց ձերբակալել։ Նախկինում էլ այս սրանով էլ նույնն է։ Եթերի ժամանակ որոշակի արտահայտություններ, որոնք քննչական մարմինը կամ իշխանությունը համարում է այդ արարքը համարում է խուլիգանություն։ Տեխնիկական միջոցների կիրառմամբ խուլիգանության մեղադրանք է ներկայացվում։ Որքանը դատապարտվում է, երբ որ անգիր չեմ հիշում հիմա, բայց մի հավելում անեմ, որ Վազգենը Սաղաթելյան ձերբակալվել է որպես մեղադրյալ դատարան ներկայացնելու նպատակով, այսինքն այսօր 24 ժամվա մեջ պետք է նաև քննվի դատարանում նրա նկատմամբ կալանք կիրառելու հարց։ Ես եմ շնորհակալ, գնամ շարունակեմ։ Նոր գործողություններ շարունակվեն։ Նոր եք